Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi երգխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Զրուցակիցս Armros Rus հայկական փաստաբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանն է։ Ողջույն, պարոն Կիրակոսյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Պարոն Կիրակոսյան, տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանում միգրանտներին պարտավորեցնելու են երկիր ժամանելուն պես գնել հեռախոս, որում լինելու է էլեկտրոնային պրոֆիլ եւ դրանով ոստիկանությունում իմանալու են յուրաքանչյուր միգրանտի գտնվելու վայրի մասին։ Նախ կխնդրեմ այս տեղեկությանը անդրադառնալ եւ առհասարակ այս հարցը, այսինքն միգրանտների, այդ թվում եւ ֆիզիկական տարածքի նույնականացման եւ այլ հարցեր Ռուսաստանում տևական ժամանակ բուռն քննարկումների առարկա է դարձել, տեղի ունեցել տարատեսակ խստացումներ, այդ թվում նաև նրանց առողջության վիճակի, այնտեղ աշխատելու հնարավորությունների եւ այդ հնարավորություններով պայմանավորված տարբեր բարդացված գործընթացների մասով, հա։ Այս տեղեկությանն անդրադառնալով ինչ խնդիր է այն լուծում եւ մինչ այս պահը ինչպիսի խնդիրների են բախվել հայ միգրանտները Ռուսաստանում, հաշվի առնելով օրենսդրական խստացումները։ Շնորհակալություն հարցի համար, այո, այս երկու օրը դրա մասին շատ է քննարկվում հեռախոսների թեմայի վերաբերյալ, գործանում է, որ 3-4 օրը ելույթ ունեցավ ներքին գործերի նախարարության նախագահի տեղակալը եւ նա հայտարարեց հասարակական պալատում, որ այդպիսի ուրեմն ծրագիր կա, որպեսզի միտում կա, որ այդ հեռախոսները պարտադիր օտարպետության քաղաքացիները պետք է գնան, եթե նրանք գալիս են Ռուսաստան։ Իրականում ոչ մի օրինական հիմնավորում դրա չի ներկայացվել, ես կարող եմ ճյուղակի չկա, դեռ մենք կարծում ենք, որ դա զուտ վարչական ինչ-որ ինիցիատիվա է, առանցին չինովնիկի, առանցին պաշտոնյայի, քանի որ չկա ոչ տեխնիկական պահանջներ, ոչ ոնց է դա կիրառվելու, ինչ մոբիլային օպերատորի մոտից կարելի է հեռախոսները գնել։ Ես կարող է այսպես կացություն անել, որ Ռուսաստանը մոտենում է նախընտրական շրջանին սեպտեմբեր, օկտեմբեր եւ ես կարծում եմ, սա է կապում այս ամեն ինչը, որ ուղղակի այս միգրացիոն ալիքի վրա փորձում են ինչ-որ քաղաքական նոր բալեր հավաքել, ոնց որ այսպես կարելի ասել, պոպուլիստական, հույսով եմ, որ դա չի կարողանա, քանի որ դա ուղղակի սահմանադրական չէ, այդպիսի աղետակությունը։ Իսկ դրապես այս վերջի Այսինքն ռուս հասարակությունը հակված է, որպեսզի ավելի խիստ վերահսկողություն լինի երկիր ժամանող միգրանտների նկատմամբ եւ ընտրություններին ընդառաջ, այսպիսի նաեւ նախաձեռնություններ են գալիս։ Ռուսական հասարակությունում այո տրամադրությունները շատ տարբեր են, կան եւ տարբեր չկա այնպես որ բոլորը միաձև են, կա եւ այնպեսին, որոնք հանդուրժողական են միգրանտների վերաբերյալ եւ հակառակն են այնպիսի մարդիկ, որոնք շատ օբյեկտիվ եւ պոզիտիվ են նայում այդ ամեն ինչին, առանց որևէ ավելորդ էմոցիաների։ Պես որ ինչքան մարդ կա, այդքան էլ կարծիք կա։ Դժվար է ասել, որ ուղղակի խորհրդանշում է ինչու՞ն է դա արվում, ինչի է դա առաջարկություն արվում, ինչ խնդիրները դրանով լուծում։ Առանց այդ այդ հսկման մեթոդները եւ միջոցները այնքան շատ են ապրել, որ դա արդեն գեր քայլ կլինի, կարծիքով արդեն որ իմ ենթադրությամբ ոչ մի նոր բան չի ավելացնի, քանի որ արդեն կա այդ հավելված ամինա կոչված հավելվածը, որը բոլորի հեռախոսներում կա եւ այդ ամինայով արդեն արդեն օտարպետության քաղաքացին, որ գալիս է այստեղ աշխատանքային նպատակներով, նա արդեն հսկողության տակ է գտնվում։ Եթե նա 3 օրից ավել չգտնվի աշխարհատարածքում, որտեղ ուրեմն նա գրանցվել է, արդեն նա միգրացիոն հաշվարկումից հանվում է, դառնում է հսկվող անձանց ռեեստրի մեջ, այնպես որ դա արդեն աշխատում է։ Պես որ չգիտեմ, սա ինչին է պետք, որ ունենա իր հեռախոսը, այդ հեռախոսը ուզում են այնպես անել, հեռախոսի համարները նույնիսկ ֆաբրիկայի արտադրող տադրված հեռախոսի համարը, նույնիսկ մոդելի համարը եւս լինի հսկման մի ձև լրացուցիչ։
ինչ է խանգարում օրինակ մարդկանց լսում եմ Այսինքն սա նկատի ունեմ հավելյալ դժվարություններից, խոչընդոտներից, խնդիրներից բացի ոչ մի ըստ ձեզ արդյունավետություն չի կարող իրենց ենթադրել։ Եթե հիմա էլ այդ միգրանտները նույնականանում են, ինչպես դուք նշեցիք, նաև տարբեր հավելվածների միջոցով, հա։ Այո, ես եմ այդպես մտածում, որ սա արդեն մի քիչ կրկնվող բան է, արդեն ես հույս ունեմ, որ սա կապված է ուղղակի նախընտրական ժամանակահատվածի հետ Ռուսաստանում, որ սա հետևանքն է։ Վերջին հաշվով սա սրանից ով կշահի, շատը կշահեն քաղաքական գործիչները, որոնք այսպիսի հայտարարություններ են անում, այս ընտրական ժամանակահատվածում կշահեն հեռախոսային այդ օպերատորները, որոնք հիմա մասսայական այդ հեռախոսները կսկսեն վաճառել։ Անվճար չեն տալու հեռախոսները, պետք է ինչ մեկը դրա համար մոծի։ Այդպես որ ես այդպես եմ նայում այդ ամեն ինչը, որ սա միգրացիոն տեսակետից հսկման ոչ մի նոր բան չի ավելացնում, առավել որ հիմա այդքան միգրացիոն ալիքները այդքան նվազել են, այդքան մեծ չեն ոնց որ նախկինում էր։ Ես այդ մեկտեղ միշտ եմ բոլոր եթերներում միշտ կոչեմ մեր հայրենակիցներին, որ ավելավ է մնալ Հայաստանում, ավելավ է տան աշխատել, ինչ խոսք։ Քան գալ այդպեսի Չնայած այնպիսիները կան, որոնք գալիս են եւ պատրաստ են այս պահանջներին համապատասխանել եւ այստեղ աշխատել, դե ուրեմն պետք է գիտակցեն, որ պետք է համապատասխանել այս բոլոր պահանջներին, եթե պատրաստ են, խնդրեմ։ Պարոն Կիրակոսյան, իսկ նախկին փոփոխությունների, այսինքն նախկին խստացումների իմաստով ինչ խնդիրների հետ են բախվում միգրանտները, այսինքն հիմնականում այդ խնդիրների փունջը որ հարցերին է վերաբերում եւ դրանք սովորաբար ինչպեսի ելք են էլի ունենում։ Հիմնական խնդիրները կախված են նրանից, որ քանի որ հիմա արդեն 90 օրվանից ավել տարվա ընթացքում միգրանտը չի կարող գտնել Ռուսաստանում, խնդիրը կախված է դրանից, որ պետք է միշտ հասցնեն ժամանակին դուրս գնալ եւ հետ վերադառնալ։ Շատ դեպքերում օրինակ հիմա կա իմ մոտ ունեմ մի պաշտպանյալ, որը ուրեմն Հայաստանի դեսպանատանում անձնագիր է ստացել, նոր անձնագիր է ստացել, քանի որ արդեն նախկին անձնագրի ժամկետը ավարտվել էր։ Եվ նա չի կարողանում մնա պարտադրում են, որ նա դուրս գա եւ նորից վերադառնա Ռուսաստան, չնայած դա անօրինական պահանջ է։ Դա ուղղակի քաղաքացին, որը ստանում է դեսպանատան անձնագիր, նա կարող է ներկանալ միգրացիոն վարչություն եւ տեղեկացնել, որ նա անձնագիրը փոխվել է, նորն է հիմա։ Բայց միևնույն է, մենք էլի պահանջում են դուրս գալ, հետ վերադառնալ, մենք փորձում ենք ուրեմն արդեն դիմել ենք դատախազությունը հարցը, որպեսզի պահանջները լինեն օրինական, սահմանադրական եւ իրականացվող, որ օտարության քաղաքացին չընկնի ավելորդ գույքային ինչ-որ ծախսերի մեջ չհայտնվի։ Հիմնական խնդիրը նա է, որ մեր շատ հայրենակիցներ գտնում են այդ ռեեստրում հսկվող անձանց, Andele la հետևանքով ուղղակի համակարգը ինքը դեռ շատ կազմակերպված չի աշխատում, այնտեղ հիմնականում աշխատում է արհեստական բանականությունը եւ նա ինչ տրամաբանությամբ է մարդկանց բաշխում, որը պետք է մտներ ռեեստրի մեջ, որը ոչ, շատ ուղղակի հասկանալի չէ։ Եվ դեպքեր են լինում, որ ընդհանրապես ուղղակի նույնիսկ օրինական մարդիկ են հայտնվում ռեեստրում, հետո նրանք պետք է ուժեր, ջիգեր, միջոցներ տրամադրեն, որպեսզի այդ ռեեստրից դուրս գան, որը շատ դժվար է եւ պետք է դա արդեն ժամանակ է պահանջում, կենսական ուժեր, ժամանակ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմնական խնդիրը դրա հետ է կախված։ Իսկ այս փոփոխություններում, որոնք արդեն իսկ գործում են, հակասություններ կան Հայաստան-Ռուսաստան երկկողմ պայմանագրային հենքի կամ ընդհանուր ազատ շուկայի տրամաբանության, այսինքն մենք միևնույն նաև տնտեսական բլոկում ենք գտնվում։ Ես ասած ես այդ հարցը չի ուզում չխուսափել, բայց չբարձրացնել, բայց իրականում խնդիրներից մեկի ծագման պատճառը հենց այդտեղ է, որ պետությունները իրանք չեն փորձում այդ հարցին ինչ որ տալ ընդհանուր մի հարթակ ստեղծել եւ այդ հարցերը քննարկել, որ եթե չնայած հիմա միգրացիոն ոլորտում բոլոր պետությունները խստացումներ են գնում, դա այնպես չէ, օրինակ Ռուսաստանում է Օրինակ Վրաստանում էլ է հիմա խստացումներ, հիմա այնտեղ օտարպետության քաղաքացին արդեն չի կարող, նույնիսկ եթե նա առանց վիզայի է եկել Վրաստան, նա չի կարող այնպես էս աշխատանքային պայմանագիր ստորագրի, պետք է ստանա թույլատրություն աշխատանքի, առաջ այդպես չէր։
Қазақստանում էլ կան հաստատումներ ժամանակի հատվածի հատվածի Ադրբեջանի մասին հաղթի չեմ ասում այդտեղ ուղղակի փակ պետություն է միգրանտների համար եւ այլն այդտեղ էլ կա բայց ինչ պետք է արվի պետք է պետությունների ուրեմն ղեկավարները հավաքվեն եւ ինչ որ մի նոր այդ ԵԱԹՄ կոչված այդ հարթակի վրա վերջապես ինչ որ ստանդարտներ հայտարարեն հիմնադրեն որպեսզի այսպեսի խնդիրներ չառաջանա որտեղ ամբողջ այդ տարածքում մարդիկ գտնում են այսպես վիճակում, որ նույն վարորդները, նույն բեռնատարների վարորդները, որտեղ քանի տարի այդ խնդիրները ունեն։ Նույնպես որ ամեն ինչը գալիս է այդտեղից, որ պետք է դա մենակ Ռուսաստանը չլուծեն, պետք է բոլոր, եթե շահագրգռված են իհարկե կառավարությունները, շատ կառավարությունը կան, ուղղակի շահագրգռված չեն այդ հարցին որևէ ձևի առնչություն տալ, քանի որ շահագրգռված են քաղաքացիները հետ վերադառնան։ Ես ասում եմ այս մասին, ովքեր համարում են, որ Օրինակ Հայաստանի դեպքում իմ կարծիքով ահռելի մեծ ֆինանսական միջոցներ են Հայաստան գալիս աշխատողներից այստեղ։ Եվ Հայաստանը իմ տրամաբանությամբ, իմ հասկանում պետք է շահագրգռված լինի, որ այստեղ եկող Հայաստանի քաղաքացին լինի պաշտպանված, ունենա ինչ-որ երաշխիքներ, որպեսզի նա կենտրոնանա աշխատանքի վրա, կարողանա աշխատել, կարողանա օրինական աշխատել։ Բայց սա ինչ է այնպես դեռ որ դա չի զգացում, որ բացառիկ դիգեր են դամադրվում Հայաստանի կողմից, որպեսզի իր քաղաքացիները կարողանան աշխատել եւ փող վաստակել ուղղակել Հայաստան։ Իսկ այդ շահագրգռվածության բացակայությունը օրինակ կարող ենք բացատրել, այսպես ասենք, քաղաքական գործոններով, որ չկա այդպիսի քաղաքական շահագրգռվածություն։ Ես դրա մասին խոսք գտնում եմ, քաղաքականությունը չի ուզենա ճիշտ ասած հիմա շատ խոսել, բայց ուզես թե չուզես, քանի որ տրամաբանական հասունացած անձինք ենք, այնպես ուտեպես ինչ որ մի միտում կա, որ այսպես է ոնց որ կա հիմա, սա այնպես չէ, որ արվում է ոչ մասնագիտացված աշխատանքից կամ չհասկանալով, բոլորն ամեն ինչ հասկանում են, իմ կարծիքով շատերին ուղղակի ձեռնատու է այսպիսի իրավիճակը, որպեսզի այդ միգրացիոն ոլորտում լինեն խստացումները, դե Ռուսաստանում պարզ է ինչի, քանի որ Ռուսաստանը այսօր գտնում է օրինակ ինչ որ դեպի դա կարող է բացատրել Ռուսաստանի դիրքորոշումը, չեմ ասում արդարացնել, բայց պետք է դա հաշվի առնել, որ Ռուսաստանը գտնում է հատուկ բանի մեջ, միջոցառման մեջ զինվորական, այո, եւ այստեղ դեռ լավ որ ավելի շատ խստացումներ չկան, որ կիսապատերազմական վիճակ է կարելի ասել։ Մենակ դրանով կարելի է արդեն հասկանալ, թե ինչու է դա արվում։ Չեմ ասում ասել, որ շատ միգրանտներ ուղղակի կոնտրակտներ են ստորագրում եւ գնում են առաջնագից, այդպեսներ կան, մեր հայրենակիցներից եւս կան։ Այնպես որ ամեն մեկը ինքն է որոշում իր ճակատագիրը, իր անելիքը եւ ուղղակի կոչ եմ անում, եթե ունեք ցանկություն, հնարավորություն ավելորդ հայրենիքին տրամադրել հնարավորությունները աշխատել Հայաստանում։ Եվ դա էականորեն ազդում է, չէ՞, աշխատանքային այս դեպքում միգրանտների հոսքերի վրա։ Այո, նվազել է, միգրանտների թիվը նվազել է, այնպես չէ, ինչ որ նախկինում էր, գիտեք ինչ, գալիս են նրանք, ովքեր գիտեն ինչու են գալիս, մնացել են նրանք, ովքեր հասկանում են ինչի են գալիս, ինչ նպատակով են գալիս, որտեղ պետք է աշխատեն, եւ ավելի օրինապաշտ են, ավելի հասկացող են, ավելի փաստաթղթերի նկատմամբ ավելի բացախնդիր, մասնագիտացված։ Երևակայի դա ինչ որ տեղի դա ոնց որ ֆիլտրացիա է այսպես լինում, որպեսզի կան նրանք, ովքեր իրականում պետք է գալ, ոչ թե որ չլինեն աշխատանք։ Շնորհակալություն, զրուցակիցս Armros ռուսայկական փաստաբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։